Միջպետական ճանապարհի Էջմիածնից Զվարթնոց թաղամասից դեպի Արարատի մարզ ձգվող հատվածն անցանելի է դարձել բոլոր տեսակի մեքենաների համար։ Այն երկար տարիներ կարելի ասել չէր շահագործում քարուքանդ վիճակի պատճառով։ Պետական բյուջեից տրամադրված մոտ 480 միլիոն դրամով ճանապարհը հիմնանորոգվել է, գծանշվել եւ կահավորվել երթևեկության նշաններով։ Հիմնանորոգվելուց հետո գտնվում է իդեալական վիճակում, այս պայն խնդրահարույց հարցեր չունենք։ Ամբողջ կառուցման ժամանակահատվածում իրականացվել է թե տեղհսկողի կողմից, թե ճանապարհային դեպարտամենտի կողմից վերահսկողական աշխատանքներ, որ հնարավորինս պատշաճ որակով իրականացվեն շինարարական աշխատանքները։ Ընդհանուր երկարությունը կազմում է 4 կիլոմետր։ Վերաբացված ճանապարհով մինչև Մասիս ժամանակահատվածը զգալիորեն կկրճատվի։ Եթե նախկինում ճանապարհի անհարթությունները հաղթահարում էին միայն սակավաթիվ բեռնատարներ, հիմա նույնիսկ մարդատարներն են սլանում արագ եւ առանց խոչընդոտների։ Մեքենով անցնելու բան չէ, որտեղ մեքենան սաղ ջարդում էր։ Իսկ հիմա քանի որ ասֆալտ արած, ավելի մեծ աչքով սսկեթան կգանք։ Նորաբաց ճանապարհը 10 տարուց ավելի կդիմանա, եթե բեռնատարները չգերազանցեն տեղափոխող քարավազի սահմանված քաշն ու անիվների տակ պարբերաբար չճզմեն ասֆալտը։ Այս վարորդի կարծիքով ծանրաբեռնված մեքենաների տեղաշարժը կարելի է սանձել կշեռքով, բայց այնպես որ վարորդները կշեռքը շրջանցելու հնարավորություն չունենան։ Թող 2 հատ չդնեն, 12 հատ դնեն, տենան մել ոնց են խոզապելու։ Շրջանցելու պատ չի լինի արդեն։ Սա լավ հնարավորություն է շրջանցել Էջմիածինը Արարատի մարզ մեկնելիս։ Քաղաքի կենտրոնական փողոցները կբեռնաթափվեն, խցանումները կպակասեն։ Լոգիստիկ կարևորություն ունի, քանի որ Արարատի մարզ եւ Վայոց ձորտ այն շարունակությունով որ գնալու են մեր վարորդները, էլ շրջանցելու են Էջմիածին քաղաքը, չեն մտնելու քաղաք։ Այս ճանապարհը մոտ 40 տարի է շատ վատ վիճակում է եղել, բայց այն ժամանակ երբ որ աշխատել է, ես ասենք լսել եմ հին վարորդներից, որ հիմնական ճանապարհն է եղել կապող, ասենք այդ Արարատի մարզի հետ ու մնացած մարզերի հետ։ Նախկինում այս ճանապարհին ոչ մայթեր են եղել, ոչ ջրահեռացման համակարգ։ Նորոգումից հետո բնակավայրերով անցնող հատվածներում եւ մայթեր են կառուցել եւ սալարկել։ Նաեւ ճանապարհի ամբողջ երկայնքով սելավատարներ են անցկացրել, որ անցրևի ժամանակ գետակներ չհոսեն։ Ներկայում Արմավիրի մարզում նորոգվում է մոտ 34 եւ միջին նորոգման process-ում է 16 կիլոմետր ճանապարհ։ Աշխատանքները մեծ մասը ավարտական փուլում են։ Հիմնանորոգման աշխատանքների գումարը կազմում է 5 միլիարդ դրամ, որը ամբողջությամբ իրականացվում պետական բյուջեի միջոցներով։ Բոլոր ճանապարհներն էլ կարևոր ճանապարհներ են եւ կարծում եմ պատշաճ եւ ժամանակին կավարտենք աշխատանքները։ Արմավիրի եւ Արարատի մարզերն իրար կապող ճանապարհի ինտենսիվ երթևեկությունը սակայն խնդիր է առաջացրել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի շրջադարձի հատվածում, որը վերագործարկված ճանապարհից 50 մետր հեռավորության վրա է։ Մասնագետների խմբերն աշխատում են այնպիսի լուծում գտնել, որ երթևեկությունն անվտանգ լինի, իսկ վարորդները գոհ։ Եվս մեկ լավ լուր, առաջիկայում կհիմնանորոգվի նաև վարորդների գլխացավ դարձած Էջմիածին աշտարակ 5 կիլոմետրանոց ճանապարհը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մրցույթն արդեն հայտարարել է։ Հաղթող ընկերության շինարարական տեխնիկան մինչև գարուն կսկսի աշխատել։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան լուրեր։